Բարևներ բոլորին, բարևներ նրանց, ովքեր նոր են միացել իմ էջին, նախորդ վիդեոյում ցույց տվեցի ինչպես ենք գիպսը լցրել եւ ինչ ամանի մեջ ենք գիպսը բացրել։ Նայեք սիրելիներս, գիպսը բացել ենք սիլիկոնի ծամանի մեջ, քթալը ցույց եմ տվել, նախորոք լցնում ենք գիպսը խառնելուց հետո ջրով լի ամանի մեջ, որպեսզի գիպսը չչորանա գթալի մեջ եւ թողնում ենք այսպես ամանը չորանում է, սեղմում ենք գիպսը չորանում է եւ այսպես հեշտությամբ մաքրում ենք եւ մնացորդները երբեք չենք լվանում լվացարանի տակը, որպեսզի այդտեղ խցանումներ չլինի։ Իսկ հիմա միասին կհանենք մեր գիպսը, պատրաստի գիպսը արդեն, մեր ֆորման։ Կողքերից բացում ենք, թուլացնում ենք, սիրելի հետևորդներ, եւ հանում ենք։ Մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել, որովհետեւ շատ հետաքրքիր ուսուցանող վիդեոներ են լինելու իմ ալիքում։ Նախորդ վիդեոյում ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է մշակենք մեր գիպսերը։ Նայեք ինչքան գեղեցիկ ստացվել է։ Ֆորման ուղում ենք, ֆորմաները պատվիրել են Վայլբերիսից, իսկ սա մեր աստղն է։ Եվ նաեւ հիմա աստղը կբացենք։ Սիրելի հետևորդներ, անպայման կողքերից թուլացնում ենք եւ մի կողմից բացելով գնում ենք։ Ասեմ, ովքեր երկար եղունգներ ունեն, շատ դժվար է աշխատելը եւ ֆորմաների մեջից հանել արդեն պատրաստի գիպսերը մեր։ Սա էլ մեր աստղներն է արդեն պատրաստ, նայեք սիրելի հետևորդներ։ Չենք լվանում ֆորման, մեզ պետք չի լվանալ, որովհետև մենք մշտական գիպս ենք լցնելու այս ֆորմաների մեջ, սիրելի հետևորդներ։ Եվ այստեղ նայեք արդեն մշակել են գիպսերը, ինչպես ձեզ ցույց էի տվել ինչերով են մշակում, նայեք արդեն խոնավ են նրանք։ Նաև գույն են փոխել գիպսերը։ Նայեք ձեզ ցույց տամ, արդեն 2-3 շերտով աշխատել եմ, մշակել եմ գիպսը։ Նայեք, նորից հեղուկը քսելուց չի քաշում մեջը, ջրի կաթիլները, այս նյութի կաթիլները մնում են գիպսի վրա։ Դա նշանակում է, որ մեր գիպսը արդեն լավ մշակվել է, սիրելի հետևորդներ։ Այսինքն այս հեղուկը նախորդ վիդեոյի մեջ ցույց եմ տվել, ինչ դեր է կատարում, մեր գիպսի վրայից մաքրում ենք փոշին եւ պատրաստում ենք, որպեսզի քարի լաքով լաքենք, սիրելի հետևորդներ։ Անպայման ինձանից ձեզ խորհուրդ, երբ որ պատրաստում եք գիպսերը, դրեք միտեղ թող չորանան, անպայման ինչ որ մի բանով ծածկեք, կլինի թերթով, կլինի սրբիչներով, կլինի ինչ որ կտորով կամ անձեռնոցիկով, անպայման փակում ենք, որպեսզի փոշի չնստի մեր գիպսերի վրա, սիրելի հետևորդներ։ Այս ամենը արդեն մշակել եմ այս նյութով, որը որ ասեցի նախորդ վիդեոյի մեջ, եւ կթողնենք մինչեւ վաղը չորանա եւ կմշակենք քարի լաքով։ Այդտեղ անցած վիդեոյի մեջ ճիշտ ասած ասում եմ քարից լաքով չէ, այլ քարի լաքով, սիրելիներս։ Հույսով եմ կստացի նաև վիդեո կտեղադրեմ, թե ինչպես եմ քարի լաքով աշխատում, սիրելիներս։ Այսպես, լավ մնացեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել։